2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Ես պատկերի իմ ասելիքը եւ պլանը չի փոխվել, այդ ուժերի լիդերները պետքա բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության պետքա ենթարկվեն ձեզ հայտնի գործերով եւ քրեա օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով եւ արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով եւ ի վերջո այս քաղաքական ուժերը իրենք քաղաքական ուժեր չեն, իրենք քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են եւ պիտի նրանք պետքա գործունեության դաշտ չունենան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես ասել եմ, պատերազմի եռագլուխ կամ լրտեսական եռագլուխ կուսակցությունը պետքա արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Քաղաքական դաշտում դա մեր առանցքային անելիք։ The message is the same. People of Armenia voted for peace and regional prosperity, for regional cooperation. And I hope that these will meet positive reactions from Turkey, both from Turkey and from Azerbaijan. We need to institutionalize peace between Armenia and Azerbaijan, and we need to open our borders with Turkey. I mean, Turkey should open border, and of course we need to establish diplomatic relations. Мы продолжим курс сближения, но мы продолжим и наше участие членства в Евразийском экономическом союзе, и мы будем развивать наши отношения с Российской Федерацией и другими странами Евразийского экономического союза, и мы, конечно, будем способствовать укреплению связей в рамках Евразийского экономического союза. Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումը։ Ես ասել եմ, կարծեմ հրապարակային ասել եմ, այո, իմ հարցազրույցում, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմություն չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են եւ բացառում են, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես թպրտա։